մի վիրավոր է, չէ, մի վիրավոր։ Վայ, Արագիլի բունը։ Ողջույն ախպեր, ողջույն։ Գոնե Արագիլի բունը բան չլներ, այ մարդ։ Բա Արագիլը։ Բայց Էսի Արագիլի բունն է, չէ, համ։ Ձագեր էլ կան մեջ, չէ, վայ։ Էս էլ ինֆինիտին է։ Բաղրամյան փողոցն է։ Հեսա, հա, Բաղրամյան 3-րդ փակուղի։ Հա, էսի Բաղրամյանն է, էսի փակուղին է։ Արագիլի իրա բունն է ման գալի, վայ Արագիլ ջան։ Էսա, տես բունը ման է գալի իրա։ Լստեն այ, ֆրմա բունն է ման գալի, նայ։ Վայ, բարի Արագիլ։ Զգում ես, իրա բնին բունն է ման գալի։ Հեսա նայ, վայ Արագիլ ջան։ Ուրա։ Ձագերը մեջն են, հա։ Հեսա, տես ֆրմա գալիս է նայ, հեսա Արագիլը նայ, նայ համ ջան, նայ Արագիլը, ապրիլի 26-ն է, Արարատի մարզ, Հովտաշատ գյուղի, Բաղրամյան փողոցում, դերևս սանայդ հանգամանքներում բախվել են Mercedes և Infiniti մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվ է գործել շտաբ օգնության բժիշկների հերթապահ խումբը։ Այնուհետև բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը և այդ էլեկտրասյան վրա տեղադրված է եղել նաև Արագիլի բույնը, էլեկտրասյունը կարելի ասել տապալվել է, պարզապես երկաթե ամրաններն են պահել, որ այն չի ընկել, օպերատիվորեն դեպքի վայրեն ժամանե ներքին գործերի նախարարության, ոստիկանության, պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը, դեպքի մասին արդեն տեղեկությունը փոխանցվել է պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակից քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության մասի քննչական բաժին, որտեղից իմ տեղեկություններով քննիչը մեկնել է հիվանդանոց, այնուհետև կժամանի դեպքի վայր։
Արագիլի բունն ամբողջությամբ նույնպես կարելի ասել չկա, այլևս չկա հիմա տեսնում եք Արագիլն է հավանաբար բնի տերն է, ով շրջում է եւ չի կարողանում գտնի իր բույնը։ Բարի Արագիլը չի կարողանում իր տունը բույնը գտնի։ Ժամանել են նաև Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ներկայացուցիչները, ովքեր արդեն պատրաստվում են, որպեսզի վնասված բետոնե էլեկտրացիոնը փոխարինեն նորով։ Georgia mi varken Esco mi varken. Belli prямо kumaşını aldık aslında. Ha İran'ın. Hoca zaman.